ներկայացնում եմ Իրավաբանների հայկական ասոցիացիան եւ Legal Alliance իրավաբանական գրասենյակը։ Մեր կազմակերպությունը դեռ արդեն 30 տարի գործունեություն է ծավալում եւ երևի թե Հայաստանում առաջիններից եղավ, որ ջատագովել է Legal Memo, այդ իրավական կարծիքների ներդրման ինստիտուտը, որ բիզնեսին, ինչպես ասաց իմ գոլեգան, բիզնեսը ոչ միայն դիմի, երբ արդեն խնդիր է առաջացել, այլ դիմի ուղղակի իրավական հակակոռուպցիոն աուդիտի, իրավական աուդիտի մասով, որպեսզի վերհանվեն իր իրավական ռիսկերը։ Ցավոք սրտի շատ տարածված է մեր մոտ, երբ հաշվապահներ ուղղակի հազարավոր դոլարանոց, նույնիսկ միլիոնների հասնող գործարքները երբեմն լինում է, որ նորմալ իրավաբան ներգրավված չի եղել այդ պայմանագրի հենց կնքման այդ առաջին իսկ փուլից եւ արդեն գալիս է քեզ գործը, որ արդեն իսկ առաջացել են խնդիրներ, հետեւաբար մենք փորձում ենք նաև, քանի որ մեր ասոցիացիայում մենք փորձում ենք իրազեկման աշխատանքներ անել, բիզնեսին իրազեկել այն կարևորության մասին, ինչու պետք է իրավաբանի հետ աշխատանքը սկսվի հենց ամենասկզբից, թե բանակցությունների փուլում, թե պայմանները բանակցելու, հետո պայմանագրի տեքստը համաձայնացնելու փուլում, այդ ամբողջ փուլում պետք է լինի։ Նաև շատ կարևոր է կուզեի խոսել մեր փորձից due diligence, այս պատշաճ ուսումնասիրության ինստիտուտի մասին, որը եւս Հայաստանում շատ դեպքերում անտեսվում է բիզնեսների կողմից, երբ իրենք գնում են մեծ գործարքների, սակայն չեն անում իրենց գործընկերոջ, հատկապես նույնիսկ արտերկրում գտնվող գործընկերոջ դեպքում պատշաճ ուսումնասիրություն, այդ մասով եւս շատ կարևորում ենք այդ due diligence-ի անցկացումը, նաև երբեմն լինում են դեպքեր, որ միջազգային նույնիսկ պայմանագրեր են, միջազգային մասնավոր իրավունքի շրջանակներում կնքվում են պայմանագրեր, որտեղ առհասարակ քանի որ չի եղել իրավաբան, կիրառելի իրավունքի հարցով, որ եւ կիրառելի իրավունքը կամ որ ընդդատությունն է լինում, այդ մասով ընդհանրապես պատկերացում բիզնեսը չի ունենում, որ հնարավոր է մեծ կորուստներ ունենա, որովհետեւ նա տեղյակ չի ընդհանրապես այլ նշված է լինում այլ երկրի դատավարությունը, այլ երկրի կիրառելի իրավունքը եւ այս մասով շատ հաճախ կարող են լինել խնդիրներ։ Նաև մեր փորձից կցանկանայի խոսել մեկ այլ ինստիտուտի մասին, դա հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրի ներդնումն է։ Ինչպես գիտենք, նոր քրեական օրենսգրքով իրավաբանական անձանց քրեական պատասխանատվությունն է արդեն իսկ սահմանվել, որի 124-րդ հոդվածը սահմանում է որոշակի իրավիճակ, երբ ապացուցվի, որ այդ բիզնեսի փայատերերը, տնօրենը, բաժնետերը կատարել են համապատասխան միջոցներ, որպեսզի իրենք կարողանան կանխարգել են բիզնեսի կողմից հանցագործության կատարումը, սակայն միևնույնն է կատարվել, այդ ժամանակ հնարավոր է դա հանդիսանա որպես բացառող կամ մեղմացնող հանգամանք։ Նշեմ, որ մեր օրենսդրության մեջ ուղիղ հստակ չի նշվում հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի մասին, բայց ամբողջ միջազգային պրակտիկայում այդ բացառող նորմի էությունը հենց նա է, եթե բիզնեսներ ունենում են ներդրած այդպիսի ծրագրեր եւ ինչ է իրենց ենթադրում այդ ծրագիրը ենթադրում է եւ համապատասխան քաղաքականություններ, օրինակ կոռուպցիայի արգելքի, քաղաքականություն շահերի բախման, գնումների կարգավորման, համապատասխան վերապատրաստումներ, այսինքն չպետք է դա լինի միայն թղթի վրա, պետք է վերապատրաստվեն աշխատակիցները այդ մասով եւ պետք է ղեկավարի հանձնառությունը հստակ արտահայտված լինի եւ ներքին ազդարարման համակարգ լինի իրավախախտումների դեպքում։ Մի խոսքով 9 կետից բաղկացած այդ համալիրը մենք տարբեր բիզնեսներում, թե Երևանում, թե անգամ մարզերում արդեն իրազեկման աշխատանքների արդյունքում կարողացել ենք ներդնել հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրեր եւ այս բանը նաեւ ջատագովություն ենք անում այն մասով, որպեսզի հստակ կարգավորումը սահմանվի, որ դա հստակ ազատում է, այս բան, եթե նայենք պրակտիկային, թեև փորձեր են իրականացվել իրավաբանական անձանց քրեական պատասխանության, այս բան չկա որևէ պրակտիկ case, որով էլ կարող ենք հասկանալ արդյոք դատարանը ինչպես կմեկնաբաներ դա, հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը համարվում է, արդյոք այդ բացառող կամ մեղմացնող հանգամանքը թե ոչ, սակայն շատ կարևորում ենք նաև այս մասով, որ բիզնեսը հասկանա ինչքան կարևոր է դիմել իրավաբանի, որպեսզի անեն այդ due diligence-ը, որպեսզի ներդնեն համապատասխան հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերը։ Շնորհակալություն։